Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են ռազմական գործողություններն Իրանի դեմ, ցահալի տվյալով ճշգրիտ հարվածներ են հասցվում Իսլամական Հանրապետության տարբեր բնակավայրերում ռազմական օբյեկտների, բարձրաստիճան պաշտոնյաների։ Իսրայելական կողմը նախատեսում է, որ ինտենսիվ գործողությունները կշարունակվեն առնվազն 1-ից 2 շաբաթ։ Վերջին հարվածների թիրախում են եղել հատկապես Սպահանը, Շիրազը եւ Թեհրանը։ Ըստ Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինի, ցահալը ոչնչացրել է Մինզադայի գաղտնի միջուկային շտաբը, որի մի մասը նրա խոսքով գտնվել է Թեհրանում, գետնի տակ, եւ որտեղ աշխատել են իրանցի գիտնականներ։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են հասցվել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին, հայտնի է ավերածությունների մասին։ Իսրայելական կողմի տվյալով փետրվարի 28-ից ոչնչացվել է իրանական բալիստիկ հրթիռների 300-ից ավելի արձակման կայան, նաեւ ըստ ցահալի խոցվել է իրանական Յակ-130 կործանիչ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան ուժերը հարվածել են Իրանում մոտ 2000 թիրախի, խորտակվել է իրանական 17 ռազմանավ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով Իսրայելը ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 700 մարդ։ Լուրեր են շրջանառվում, որ այդ թիվը կարող է հասնել 1100-ի։ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է Իսրայելի ուղղությամբ մեծ թվով հրթիռներ եւ ԱԹՍ-ներ արձակելու մասին։ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել են Իսրայելի ՊՆ շենքը եւ այլ օբյեկտներ, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում նավարկող ամերիկյան ականակիրը։ Շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուղեկցել նեղուցով անցնող նավերը եւ երաշխիքներ տրամադրել ծովային փոխադրումների համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը երկրի սահմաններին էր մոտենում Իրաքի եւ Սիրիայի տարածքով։ Անկարայից նախազգուշացրել են, որ իրենց իրավունք են վերապահում պատասխանել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Պայթյուններ են լսվել Աբու Դաբիում, Դոհայում, Էրբիլում, Բաղդադում։ Ծլմների տվյալով թիրախավորվել են Քուվեյթում, Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան օբյեկտներ։ Դուբայում հրդեհաբռնկվել ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի մոտակայքում։ Կրկին հարված է հասցվել Սաուդյան Արաբիայում Արամկո նավթավերամշակման գործարանին։ Լուրջ վնասների մասին տեղեկություններ չկան։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ պետքարտուղարությունը կրճատում է տարածաշրջանում իր դիվանագիտական անձնակազմը։ Պակիստանից կտարհանվեն ամերիկյան հյուպատոսությունների որոշ աշխատակիցներ։ Ամերիկյան կողմը նաև կոչ է արել իր քաղաքացիներին լքել Կատարի եւ Իրաքի տարածքը։ Իրանի շուրջ իրավիճակին Սպիտակ տանը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանն անդրադարձել է ԱՄՆ նախագահը։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Իրանը այլևս չունի ռազմածովային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանության ուժեր։ Դրանք խոցվել են։ Գրեթե ամեն ինչ խոցվել է։ Հրթիռների քանակը զգալիորեն նվազել։ Մենք բանակցում էինք այդ խելագարների հետ, եւ ես համոզված էի, որ նրանք նախահարձակ կլինեին, եթե մենք դա չանեինք։ Նաեւ մեզ համար զարմանալի էր, որ Իրանը հարվածում է չեզոք երկրներին։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Իսրայելն է ինձ ստիպել հարվածել Իրանին, հնարավոր է ես եմ ստիպել Իսրայելին։ Իսկ ամենավատ սցենարը Իրանի դեպքում կարող է լինել այն, որ այս ամենի արդյունքում Իրանի իշխանությունը ստանձնի մեկը, որը նույնքան վատն է, որքան նախորդը։ Մենք կցանկանայինք իշխանության տեսնել մեկին, որը կվերադարձնի ամեն ինչ ժողովրդին։ Սակայն մենք դեռ ասում ենք մարդկանց, որ դուրս չգան փողոցներ, այնտեղ վտանգավոր է։ Թրամփը նաև հայտարարել է, Իրանում նոր դեմքեր են հայտնվում, որոնք ցանկանում են զբաղեցնել երկրի առաջնորդի պաշտոնը եւ ոմանք կարող են շատ լավ ղեկավար դառնալ։ Լրագրողների հարցին արդյոք իշխանության կարող է գալ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին, Թրամփն արձագանքել է. նրան ոմանք սիրում են, սակայն ըստիս Իրանում իշխանության կգա մեկը, ով արդեն այնտեղ է։ Ֆրիդրիխ Մերցն էլ աջակցություն է հայտնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին։ Իրանում ռեժիմի տապալման հարցում մենք նույն կարծիքին ենք։ Գերմանիան աջակցում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին այս սարսափելի ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարելու գործում։ Անհամբեր սպասում ենք, երբ պետք է գա այն պահը, որ քննարկենք ռեժիմի հեռանալուց հետո գործողությունների ռազմավարությունը։ Հարկավոր է ռազմավարություն մշակել ամբողջ տարածաշրջանի համար։ Սա կարևոր է ոչ միայն ամերիկացիների, այլև Եվրոպայի համար, կարևոր է Իսրայելի անվտանգության համար։ Իրանը նաեւ աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։ Այս ամենը պետք է ավարտվի։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ նախազգուշացրել է, Իրանում նշանակված ցանկացած առաջնորդ, որը կշարունակի Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին եւ տարածաշրջանի երկրներին սպառնալու եւ իրանական ժողովրդին ճնշելու ծրագիրը կհայտնվի թիրախում։ Վարչապետն ու ես հրահանգել ենք պաշտպանության բանակին պատրաստվել եւ գործի դնել բոլոր միջոցները մեր նպատակներին հասնելու համար։ Մեր ամերիկացի գործընկերների հետ կշարունակենք ջանքերը Իրանի ռեժիմի կարողությունները ջախջախելու ուղղությամբ։ Իրանի ժողովուրդը պետք է փոփոխությունների հնարավորություն ստանա։ Իսրայելի վարչապետն իր հերթին խոստացել է ոչնչացնել Հեզբոլլահին Իսրայելին հարվածելու համար։
Շարունակում ենք հարվածներն Իրանին եւ Լիբանանին։ Հեզբոլլահը մեծ սխալ է գործել հարձակվելով հրեական պետության վրա։ Լիբանանի կառավարությունը եւ ժողովուրդը պետք է հասկանան, որ Հեզբոլլահը նրանց ներքաշում է պատերազմի մեջ։ Տեղեկություններ կան, որ Ցահալը հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին, կոչ անելով հարավի բնակիչներին տարհանվել։ Երկրի առողջապահության նախարարության տվյալով երկրում զոհվել է 50 մարդ, վիրավորվել 335-ը։ Լիբանանից նոր արձակումներ են գրանցվել Իսրայելի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ Լիբանանի շուրջ լարվածության ֆոնին սահմանափակվել է Կիպրոսի Լառնակայի օդանավակայանի աշխատանքը։ Սիրիան ժամանակավորապես փակել է Լիբանանի հետ սահմանային անցակետը։ Իրանից հայտարարել են, որ պատրաստ են եւ կարողություններ ունեն շարունակելու պատերազմը։ Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոհբերը նշել է, որ Թեհրանը որևէ հիմք չունի վստահելու Միացյալ Նահանգներին եւ շարունակելու բանակցությունները։ Իրանի արտգործնախարարն էլ մեղադրել է Թրամփին Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները խափանելու համար։ Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը եւ իրեն ընտրած ամերիկացիներին։ Երբ միջուկային բարդ բանակցություններին վերաբերվում են որպես անշարժ գույքի գործարքի, իսկ մեծ ստերը մշուշում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք կյանքի չեն կոչվում։ Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չունի, սակայն երկիրը նախկինում հրաժարվել է ամբողջությամբ թափանցիկ դարձնել միջուկային ծրագիրը, ինչն էլ հարցերի տեղիք է տվել։ Նաև նրա խոսքով Իսրայելը ամերիկյան վերջին հարվածների հետևանքով Սպահանում գտնվող միջուկային օբյեկտները չեն տուժել։ Աննշան վնասներ են գրանցվել Նաթանզի օբյեկտում։ Գրոսին հույս է հայտնել, որ ի վերջո հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ցանկանում են ամրապնդել իրենց ռազմաբազաների պաշտպանությունը, ուստի Կիպրոսն ուղարկում ԱԹՍ-ների դեմ պայքարի համար նախատեսված ուղղաթիռներ եւ HMS Dragon ականակիրը, որը համալրված է օդային պաշտպանության հնարավորություններով։ Ֆրանսիայի նախագահն էլ հրամայել է Շարլ դե Գոլ միջուկային ավիակիրը եւ դրա հարվածային խումբը դուրս բերել Բալտիկ ծովից ու տեղակայել միջերկրական ծովում։ Էմանուել Մակրոնը նաեւ տեղեկացրել է, որ վերջին ժամերին Մերձավոր Արևելքում Ռաֆալ կործանիչներ, հոպ եւ ռադարային համակարգեր են տեղակայվել։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի առաջին իսկ օրերից Ֆրանսիան ներգրավված է եղել բարեկամ երկրների երկնքում իրանական ԱԹՍ-ների խոցմանը ինքնապաշտպանական նպատակներով։ Մակրոնը նշել է, որ Փարիզը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ Քուվեյթի հետ։ Իսպանիայի վարչապետն էլ հերթական անգամ կրկնել է, որ իր երկիրը դեմ է պատերազմին։ Մադրիդն ավելի վաղ նաեւ թույլ չէր տվել օգտագործել իր բազաները Իրանի դեմ գործողությունների համար։ Թրամփն էլ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել Իսպանիայի հետ առևտուրը։ Պետրո Սանչեսը հորդորել է դասեր քաղել անցյալի սխալներից եւ չկրկնել իրաքյան սցենարը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Իրանի շուրջ զարգացումները կարող են տնտեսական հետևանքներ ունենալ միլիոնավոր մարդկանց համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։